Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը փետրվարի 6-ից վերաքննիչ դատարան է գալիս իր կեցավայրից։ Նա մասնակցում է կիրակնօրյա պատարագների, հաղորդություն ստանում, բայց պատարագ մատուցել նրան չի թույլատրվում։ 17-ի դատական նիստին եզրափակիչ ելույթներն էին հնչում։ Պաշտպանության կողմը տարբեր փաստարկներ բերելով եւս մեկ անգամ պնդեց. Սրբազանի խոսքը հեղաշրջման կոչ չի պարունակում եւ նրա դեմ հարուցված մեղադրանքը անհիմն է։ Ըստ Արա Զոհրաբյանի, Սրբազանն անցյալից դրվագ է պատմել, դատական ողջ գործընթացի ժամանակ չի ապացուցվել, որ դա կոչ է եղել։ Դատավճռի դեմ բողոք ներկայացրել են երկու կողմերն էլ։ Պաշտպանության կողմը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատավճիռը եւ արդարացնել Սրբազանին։ Մեղադրող կողմը պահանջում է Սրբազանին դատապարտել ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով։ Պաշտպան Մարինե Ֆարմանյանը իր խոսքում նշեց, որ Միքայել Սրբազանի նկատմամբ իրականացվող հետապնդումը քաղաքական բնույթ է կրում։ Հիշեցրեց, որ Սրբազանը մշտապես ուշադիր է եղել երկրին վերաբերող խնդիրներին, որպես հոգևոր առաջնորդ հետևել է պետության կողմից վարվող քաղաքականությանը, անհրաժեշտության դեպքում հավասարապես քննադատել է ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանություններին։ Եզրափակիչ ելույթ ունեցավ նաև Սրբազան հայրը, նշելով, որ այդ օրն իր ապօրինի կալանավորման 356-րդ օրն է, 10 օրից կլրանա 1 տարին։ Ես փակ եմ վերլուծայում ասում, այս սկանչելի օրեր ինձ պատկերելու հատ։ Սկանչելի օրերի, բացառությամբ առաջին ադյանի դատարանի իմ ինտելեկտի խոշտանման մերսների դատախազների կողմից։ Մնացած բոլոր օրերը սկանչելի օրեր են։ Մտքի, հոգու հանդարտության, Բակրատ Սրբազան հետ եղբայրական զրույցների, Արշակ Սրբազանի հետ եղբայրական զրույցների, վերջին 4 ամսում էլ առանձնության, սկանչելի հնարավորության շնորհակալ եմ մեր դատարանին, պատվարժան, որ արգելեց 4 ամիս որևիցե շփում, բացառությամբ 4 հոգու, եւ ես մեծ զավույն հաճույքով կենտրոնացա իմ հոգեվոր, մտավոր, այլ ինչու՞ չէ, ֆիզիկական բարօրության վրա։ Եվ ես ուզում եմ իմ սիրելի ժողովրդին ասում, որ իրապես սա ձևական չեմ ասում, ոչ էլ Բակրատ Սրբազանն է ձևական ասում, մենք իրապես սկանչելի օրեր ենք անցկացնում։ Իմ կյանքի լավագույն օրերն էին, լավագույն օրերն էին, և ոչ մի մտահոգություն չունես, ոչ մի մտահոգություն չունես, հոտդ քեզանից խլված է, դու իրավունք չունես հոտով զբաղվելու, իրավունք չունես որևիցե մի հարցով զբաղվելու, միայն մտածի աղոթելու, հոգևոր խաղաղության, անցերծանության, քո անցած կյանքը վերլուծելու, վերաբերելու վրա։ Ընդհանրապես նրա համար փառք եմ ձայնում, ասում, այս սկանչելի հնարավորության համար։ Բայց դա չի նշանակում, որ շնորհակալություն պիտի հայտնեմ նրանց, ովքեր այդ բանը իրենց նպատակների համար օգտագործելով ստեղծեցին։ Շնորհակալություն իրենց չեմ հայտնել։ Եվ ասել եմ, որ իրենք պիտի պատասխան տան, եթե ոչ օրենքի առաջ, ապա Աստծո առաջ անպայման եւ խստակ լինես։ Որովհետև 1 տարի է, ես անազատության մեջ եմ, լրիվ, ապօրինի և անհիման։ Ես ոչ մի մեղ չեմ գործել, համաձայն չեմ մեղադրանքի ոչ մի կետի, մերժում են բոլոր մեղադրանքները, ինձ մեղադրյալ մեղավոր չեմ ճանաչում և չեմ ճանաչի, և պատրաստ չեմ ճանաչի։ Անմեղ եղել եմ Հայաստանի Հանրապետության առջև, մնում եմ անմեղ Հայաստանի Հանրապետության առջև։ Իմ ամբողջ կյանքը եղել է նվիրում Հայաստանի Հանրապետությանը եւ ինձ համար պարզապես վիրավորական է, որ ես դատվում եմ հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես դա ասել եմ, որ ինչպես անցած անգամ ասացի, ես ոչ թե սա ինձ համար անձնական ողբերգություն է, հակառակ անձնական շահ է։ Ոչ թե անձնական ողբերգություն է, այլ զադержав обидно, ամոթ եմ զգում Հայաստանի Հանրապետության համար, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում բոլոր եպիսկոպոսների վրա քրեական հետապնդումներ են, քրեական գործերի հարցված։ Բացի մեկից, այդ մեկի անունը չեմ տալիս, թե չէ նրա վրա էլ գրած։ Ես եմ։ Բոլոր եպիսկոպոսները մինչև 2025 թվականը ուրեմն օրինապար քաղաքացիներին
ներառյալ վեհապար հայրապետը եւ հանկարծ 2025 թվականին կոլեկտիվ խելագարության մեջ մտան եւ սկսեցին օրենքը խանգարել, օրենքը խախտել։ Ինչպես կարելի է այսպիսի երկրի Հայաստանի Հանրապետության համար չամաչել։ Հիշեցնենք, որ Միքայել arczepiskopos-ը կալանավորվել է հունիսի 28-ին, իբրև թե 2 տարի առաջ հեղաշրջման կոչ անելու համար։ Նախկինում իրավապահները դրանում հանցակազմ չեն տեսել, քրեական վարույթ չեն նախաձեռնել եւ հիշել են միայն 2 տարի անց, երբ իշխանական կուսակցությունը սկսել էր իր հակաեկեղեցական արշավը։ Հատկանշական է մեկ հանգամանք եւս՝ իրավապահները խախտելով անձի նույն ենթադրյալ արարքի համար երկրորդ անգամ չդատվելու սկզբունքը հետապնդում են հարուցել տարիներ առաջ արված հայտարարության համար։ Գլխավոր դատախազը հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցներից մեկում նշել է, որ Սրբազանի հայտարարությունը նախկինում վտանգավոր չեն համարել, իսկ այժմ նոր լույսի ներքո են ուսումնասիրում։ Այս փաստին եւս դատական նիստի ընթացքում անդրադարձավ պաշտպանական կողմը։ Հարկ է արձանագրել, որ Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիսի 17-ին, երբ ըստ դատախազի դեռ Սրբազանը չէր վերահաստատել իր նախորդ հարցազրույցը եւ բնականաբար չէր կարող լինել որևէ կոնտեքստ։ Բացի այդ, քրեական վարույթը նախաձեռնվելով այն 5 քրեական վարույթը, նախաձեռնման մասով դատախազը նշել է, որ 24 թվականի հարցազրույցը իրենք այդ ժամանակ գնահատել են նվազ վտանգավորության մեջ։ Այս դեպքում պաշտպանության կողմի պնդմամբ ակնհայտ է, որ պետության բարձրաստիճան պաշտոնյաները քրեական կոմիտեի նախագահ գլխավոր դատախազ, որոնք կոչված են ապահովելու եւ երաշխավորելու օրենքի եւ իրավունքի գերակայությունը, արդար քրեական վարույթը հենց իրենք են հակառակ օրենքի տրամաբանության լծվել դեռևս նախաքննության սկզբնական փուլից կոնկրետ Սրբազանի մեղադրանքը հրապարակայնորեն հիմնավորելու գործին։ Իսկ երկրի վարչապետը անթափույց հրապարակումներով ծաղրում ուղղորդում է այս իրավաբանական, եթե կարելի է կոչել, գործընթացին։ Նման անհերքելի փաստերը թույլ են տալիս պաշտպանության կողմին հիմնավոր դատողություն անելու մասին, որ մեր պաշտպանյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Սրանք միջամտություն են արդարադատության գործընթացին։ Ակներև է, որ քրեական վարույթի ողջ գործընթացում մենք չենք ունեցել անկողմնակալ քննիչ, անկողմնակալ դատախազ, անկողմնակալ դատարան։ Նման պայմաններում արդար դատաքննության մասին խոսք չի կարող։ Սրբազանը խնդրեց դատավճիռը կայացնել ճշմարտության համաձայն։ Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, պարզ կլինի հաջորդ նիստին հունիսի 25-ին ժամը 12:30-ին։ Անուշ Արաքելյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։